Մասնակցում եմ, քանի որ համաձայն չեմ Սրբազան Հովնանին միանալու Նիկոլ Փաշինյանի բարենորոգման ծրագրին, քանի որ ես ինձ համարում եմ առաքելական եկեղեցու անդամ եւ անհամաձայնությունս պարտքս եմ համարում ասել որպես հանրային մարդ նույնպես, որպես եկչուհի, իմ անհամաձայնությունը, քանի որ ես համաձայն եմ, որ եկեղեցում պիտի լինի բարենորոգումներ, բայց ոչ Նիկոլ Փաշինյանի ձեռքով, եւ կարծում եմ, որ եթե Հովնան Սրբազանը գիտի մի բան, որ մենք չգիտենք, եկեղեցու ներսի խժդժոցները կարծում եմ պիտի միասին եղբայրաբար լուծվեր, այսինքն մենք չպիտի դրա մասին նույնիսկ իմանանք, ինձ համար շատ ցավալի է այսօր գտնվել այստեղ այս կարգավիճակում, քանի որ ես շատ սիրում եմ մեր Տեր Հիսուս Քրիստոսին, շատ հարգում եմ մեր եկեղեցուն եւ իմ ժողովրդին, բայց կարծում եմ այսօր պայքարը մեր ինքնության դեմ է, որովհետեւ Քրիստոսն է իմ ինքնությունը, որովհետեւ իմ եկեղեցին է իմ ինքնությունը եւ ես ուզում եմ, որպեսզի ազատ արձակվեն բոլոր սրբազանները, իմ սրբազան եղբայրները, ովքեր այսօր բանտարկված են շատ անարդար կերպով, կարող ենք համեմատական տանել Բաքվի, մեր եղբայրներին, ովքեր բանտարկված են եւ մեր սրբազաններին։ Ես կարծում եմ այստեղ կա անարդարություն եւ որպես հայ քրիստոնյա պարտքս եմ համարում իմ անհամաձայնությունը հայտնեմ կոնկրետ այս դեպքում մեր սրբազանին ցավոք սրտի, որ Հովնան Սրբազանը միացավ Նիկոլին, շատ եմ ցավում եւ իհարկե դեմ եմ միանշանակ Նիկոլ Փաշինյանի յուրաքանչյուր ինքնությանը վնասող գործունեությանը։ Ակցիայի նպատակը բողոքը Հովնան արդեն Սրբազանը չեմ ուզում ասեմ, որտեղ մեր իսկապես ազգային հիմքերի վրա կանգնած սրբազանները այսօր քաղբանտարկյալ են։ Հովնանը այսօր դավաճանում է իր արմատներին, իր առաքելական եկեղեցուն։ Նույնիսկ շենքի վրա չկա գրած առաքելականը։ Գնացեք նայեք առաջնորդանի առաջ ինչ ա գրած։ Մենք մեր բողոքն ենք ուզում հայտնենք Հովնանին եւ եթե պիտի գնա Ավստրիա, պիտի միշտ իմանա ոնց պիտի իրան պահի, որովհետեւ հետդարձը իր համար ծանր կլինի, եթե ինքը սխալ քայլեր անի այնտեղ։ Կաթողիկոսի կողքին ենք, որ դեմ ենք Նիկոլի ու դրա անվան տակ եկեղեցու բարեփոխումների անվան տակ եկեղեցու պառակտմանը եւ համայնքը չի կիսում Հովնան Սրբազանի արարքները։ Ճշգրիտ եմ, որ Հովնան Սրբազանը գարքե դուրս հակակաթողիկոսական քայլերու թիմած է։ Նախ պետք է քաոթի գարձիկը առնել եւ ատկե վերջ խոսինք իրականության մեջ վեհապարին թեմլալը ասկային հանցանք է։ Մի ազգ ենք մենք, մի լեզվով ենք խոսում, չենք հասկանում։ Սոդոմ ու Գոմորա դարել 18 թվից այս կողմ։ Ով է բարելավում եկեղեցին։ Մի մարդ, որը ընդհանրապես ընտանիք չունի, 4-ը զավակ, որը Թուրքին նպատակահարված գտնում, գա մեր երկիրը ղեկավարի։ Արթնացեք, ազգ։ Սա մեր վերջին սյունն է, վերջ, էլ չունենք ճանապարհել այլևս։ Ես բոլոր եպիսկոպոսներին խնդրում եմ, վերադարձեք ձեր ակունքներին։ Սա ինչ է կատարվում։ Ում հետ ենք բարելավում եկեղեցին։ Մի մարդ, որը աղանդավոր է, որ իր աղջիկը ամբողջ օր աղանդների մեջ է։ Նիկոլը առաջին օրեն Հայաստանը բաժանելու, Սփյուռքը բաժանելու, դգարացնելու եւ թուրքացնելու քաղաքականություն գվարե առաջին օրվանից եւ ադիգա պիտի շարունակվի մինչեւ այնադեն, որ մենք չգասեցնենք իրեն եւ չհասկանանք, թե մենք որտեղ ենք գնում, ով է մեզ ղեկավարողը եւ ինչ ուղղությամբ եւ անոնք, որոնք դակավին չեն հասկացած այս իրականությունները, գծավիմ, որ այդ ծևով մենք գործընծնենք, մենք աբակա չենք կրնար ունենալ այսպիսի իրավիճակներու մեջ մտնալով։ Ամեն դեպքում սա պառակտում է, որը հարից չի մեզ, մեր ազգին, մեր եկեղեցուն, մեզ միասնություն է պետք, առավել քան երբևէ։ All of us, the Armenian race, the believers of Christ, should understand and do your own research and understand what their Hovnan is doing. This is a schism in our church. They're trying to divide and conquer us. What the rest have done is unbelievable to the rest of us. Do your research. Hovnan tirada! Hovnan tirada! Hovnan tirada! Hovnan tirada!
Քանի որ սոցցանցերում չգիտես ինչ պատճառներով կոմենտների մասը փակ է առաջնորդարանի դիմատերի Facebook-ի էջի վրա, համայնքի դեռևս որոշ անդամներ եկել են այստեղ անձամբ իրանց դիրքորոշումը կեցվածքը դրսևորելու ի պաշտպանություն Մայրաթորի եւ Վեհապար Հայրապետի։ Դժբախտաբար այսօր ունենք մի հատ կացություն, որ կապը լրիվ կտրված է համայնքի եւ առաջնորդարանի։ Նույնիսկ սոցցանցերում ոնց որ նշվավ սոցցանցերի հայտարարությունների տակ չգիտես ինչի կոմենտ թողնելու մասերը փակած է։ Դա ընդհանրապես կամ ամոթի դրսևորում է, կամ վախի դրսևորում։ Որտեղ մեծամասամբ դեմ են Այո, ամոթը հասկանում ենք, բոլորն էլ կամաչեին, ով էլ տիրադավության մեջ մեղադրվեր կամաչեր, բայց վախի առումով վախենալու բան չկա։ Նպատակը այն է, որ ժողովրդի մեջ հասկանան ինչ է կատարվում, շատերը չգիտեմ, Ամերիկայի մեջ են ապրում, չեն իմանում ինչ է կատարվում, որ մեր եկեղեցին մեր ձեռքից ուղակի տանում են, մեր ոտքերի տակից տանում են, թուրքերին են նվիրում, փաստորեն, ոչ որ ամբողջ երկիրը։ Նույնն է կատարվում եկեղեցին հարվածվում է կաթողիկոսի մասին, կեղտոտ բաներ են տարածում, բամբասանքներ, որ մարդիկ արդեն հավատքը կորցնեն։ Ամենաահավորը, որ Աստծո նկատմամբ են հավատքը կորցնում են, որովհետև տեսնում են, որ այս ձևով, ասենք, բամբասանքներին են հավատում մարդիկ։ Դա է, եւ որ կարողանան ճանաչեն ինչա կատարվում եւ ճիշտ կողմի վրա կարողանան կանգնեն։ Ու ոչ ոք ոչ մի բան չի կարողանալու անի, որովհետև Աստծո հետ ենք մենք։ Մենք ըստ Աստծո կարգը խախտելա սրբազանը։ Թե մի առաջնորդը կարգը խախտելա։ Ասում են խաղաղություն լինի եկեղեցում։ Եթե առաջնորդն է կարգը խախտում, ո՞նց կարա լինի խաղաղություն այդ եկեղեցի մեջ։ Ուրեմն ինքն է սխալ տեղը, ոչ թե ժողովուրդը դա է պահանջում, որ կամ ինքը ճիշտ տեղը կանգնի, կամ նրան պետք է հեռացնեն։ Ինչի կարևոր է դուք մեր